Թայլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող նավում անսպասելիորեն հրդեհ է բռնկվել։ Ուղևորները հիմնականում Ռուսաստանի եւ Ղազախստանի զբոսաշրջիկներ են։ Պայթյունի պահին նրանց մեծ մասը ծովում լողանում էր, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Ճապոնիան պատրաստվում է հնարավոր ավերիչ երկրաշարժի, որի ուժգնությունը կանխատեսվում է 8-ից 9 մագնիտուդ, իսկ առաջացման հավանականությունը գնահատվում է 80%-ով։ Զոհերի թիվը կարող է հասնել 300,000-ի, իսկ ավելի քան 12 միլիոն մարդ կարող է տարհանման կարիք ունենալ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ռուսաստանում առաջարկվել է 20% հարկ սահմանել այն տղամարդկանց համար, ովքեր չեն ամուսնանում եւ չեն ունենում երեխաներ, գրում է UR News-ը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը օգտակար հանածոների գործարքի դիմաց երբեք չի քննարկվել։ Նա ասում է, որ գործարքը պատրաստվել էր, բայց հետո Ուկրաինան պահանջել է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին գրում է TASS-ը։ Իլոն Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը ըստ Forbes-ի $342 միլիարդ կապիտալով, որը 75%-ով ավելացել է։ Մարկ Ցուկերբերգը զբաղեցնում է երկրորդ տեղը $216 միլիարդով։ Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է $215 միլիարդով։ Այս մասին գրում է Forbes-ը։ Երեխաների շրջանում տարածվել է կարմիր դուռ, դեղին դուռ խաղը, ինչը հանգեցրել է ծնողների խիստ անհանգստությանը։ Խաղի ընթացքում երեխաները կորցնում են իրենց գիտակցությունը եւ սկսում են հալյուցինացիաներ տեսնել, գրում է Լենտան։ Գերմանիայում ոստիկանությունը 5 ժամ շարունակ հետաքննել է դեպքը, քանի որ նրանք սկսել էին ուսումնասիրել մի մարմին, մտածելով, թե դա մահացած կնոջ դիակ է, բայց պարզվել է, որ դա իրականում մարդուն շատ նման տիկնիկի մարմին է։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև առավոտյան ժամը 9-ին սուրճ խմելը անօգուտ է, քանի որ այդ ժամանակ մարմնում բարձր է կորտիզոլի մակարդակը, որը արդեն օգնում է արթնանալ։ Լավագույն ժամանակը սուրճ խմելու համար 9:30-ից մինչև 11-ն է, երբ կորտիզոլի մակարդակը իջնում է եւ կոֆեինը գործում է առավել արդյունավետ։ Գիտնականները նաև խորհուրդ չեն տալիս սուրճ խմել 2-ից հետո, քանի որ դա կարող է վատացնել քնի որակը։ Այս մասին գրում է Cleveland Clinic-ը։ Աջ-սարեհեղական ազգային հանրահավաքի առաջնորդ Մարի Լպենը, ով 3 մեղավոր է ճանաչվել ԵՄ միջոցները չարաշահելու մեջ, ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը արգելելը քաղաքական որոշում է, գրում է BBC-ն։ Dyson ընկերությունը ապրիլի 1-ին որպես կատակ ներկայացրել էր Airbro հոնքերի հարդարիչը։ Թեև դա ընդամենը կատակ էր, բայց որոշ օգտատերեր ցանկացել են, որ այս սարքը իրականում թողարկվի։ Այս մասին գրում է Գազետան։ 28-ամյա Քեյթլին Ջենեսը, ով ունեցել է մեջքի ուժեղ ցավեր, գնացել է օստեոպատի մոտ։ Սեանսին ժամանակ բժիշկը սխալ է ուղղել նրա ողնաշարը, ինչի արդյունքում արտերիան պատռվել է, առաջացնելով արյունահոսություն։ Արդյունքում Քեյթլինի մոտ առաջացել են առողջական ծանր խնդիրներ՝ պարալիզություն, տեսողության կորուստ եւ սննդի ընդունման դժվարություններ։ Այս մասին գրում է The Independent-ը։